ում հարցնում եք եղել են Օմարում։ Օմարում այո շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել, մի քանի օր եւ շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել են վերականգնել դիրքերը։ 20 թվականի հունիսից պարզ էր, որ մարտական գործողությունները մոտենում են։ Ինգերը զանգեց, բա պատերազմը սկսվել է, շուտ պետք է հասնենք տեղեքին։ Հակառակորդի 2 սամոլյոտ մտան հենց մեր զորամասի ուղղությամբ։ Ես մի անգամից իմ պլանային ցելը եմ սկսում։ Տրիգապունկտը ես սկսում եմ թխելը։ Հետո էլ տանկի ապենյակ սկսան արձակվել։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի վրա հարձակվեց 4 ուղղությամբ՝ հարավային, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան եւ հյուսիսային։ Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել հյուսիսում, Քարվաճարում, Հայաստանի եւ Արցախի համար այդչափ մեծ կարեւորություն ունեցող շրջանում։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսը 9 գումարտակային խմբավորմամբ գրոհեց կարևոր բարձունքներում տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ՝ Հինալ-Սարից մինչև Գոմշասարի բնագիծ։ Քարվաճարում պաշտպանություն էր զբաղեցնում Հայաստանի 2-րդ զորամիավորումը 2 զորամասերի ուժերով՝ աջ թևում N բրիգադը, ձախում N գունդը։ Ադրբեջանական 3-րդ զորամիավորումը ընդդեմ հայաստանյան 2-րդ զորամիավորման։ Ադրբեջանի 3-րդ կորպուսը գլխավոր հարվածը հասցրել է Աղդաղ-Սար, Չոփըրլու, Քարվաճար ուղղությամբ, մյուս հարվածը Հինալ-Սար, Սոտքի Լեռնանցք ուղղությամբ։ Առաջին իսկ օրը կեսօրին ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել 4 բարձունքներում տեղակայված հենակետերը։ Սկսենք արևելքից։ Հայկական կողմը կորցնում է Հովազ 2 դիրքը, Յուրտ հենակետը, Ծիծիկներ պայմանական անունը կրող Սարի 120 դիրքը։ Նույն օրը բրիգադի 2-րդ գումարտակի հրամանատար Հայկ Անտանոսյանը թույլ չտալով հակառակորդին ամրանալ դիրքում արագ արձագանքման խմբի հետ հակագրոհով հետ է գրավում Հովազ 2-ը։ Կնոջ գործք հիշեցնող այս սարի վրա տեղակայված էին հայկական 2 դիրքերը՝ մի բարձունքին 120-ը, մյուսին 119-ը։ 120-ի ողջ մնացած մարտիկները միացան 119 դիրքին եւ անցան պաշտպանության։ 120-ից տեսեք ինչ կա ծիծիկներից։ Արում են դա պետք է խնդիրը դրանք 120-ը։ Հիմա 119-ը ներող կարում են մտնել։ Գնդի հետախուզության սպա Գարի Կոհանյանը իր տղաների հետ օգնության է գնացել 119, մասնակցելով դիրքի պաշտպանությանը։ Դե իրանց առաջխաղացումը կանոնացնում ենք, հետո տենում ենք, որ արդեն պեխոտն է գալի։ Սաղ տենց ցերեկը, գիշերը, հետո գիշերվա ժամը 2-ին իրանց Յաշմայի տենց ջոկատները մի 2 անգամ գիշերվա ընթացքում հարձակում են այդ ուղղությամբ, հետ ենք շպրտում, հարձակում են, հետ ենք շպրտում, հետո գիշերվա ժամը 3-3:30 կողմերներ արդեն ներեն թավ, արդեն մտնում են մեր խրամատները, դե արդեն սկսում է полный ближний бой, даже տեղ կա համարյա տենց ռուկապաշնի ближний բոյով բան, սրանց սաղին վերացնում ենք դե Իրանցից ոչ մի հոգի չի մնում, սաղին վերացնում ենք, մեր տղերքը տալիս են, մենք 3 զոհ ենք տալիս, մեկը հենց 4-րդ գումարտակի վաշտի հրամանատարներից մեկը։ Այս հատվածը N գնդի 4-րդ գումարտակի պատասխանատվության գոտին էր եւ մտնում էր Հինալ-Սար Սոտքի Լեռնանցք ուղղության մեջ։ Հայկական կողմին հաջողվեց պաշտպանել 119-ը, այժմ խնդիր էր դրված վերադարձնել 120-ը, սակայն դա միանգամից չստացվեց։ Հիմա կրակ վարում են նոր 190, այո։ Դիրքը տալ չնի։ Շուտ կազմակերպես արձիրելիան, կազմակազմը, այդ գրանատերով կցերը պահում ես դիրքը։ Սկզբում որոշեցինք, որ դիրքը վերցնենք դիվերսիոն հետախուզական գործողություններով,
Առաջի գիշերը փորձեցինք այդ գործողությունները առանց հետանու նախապատրաստության եւ առանց քրեական նախապատրաստության մի քանի զինվորակ առանձնացնելով դրա համար, որը որ չհաջողվեց։ Արդեն երրորդ օրը 120 մարտական դիրքը հետ գրավվեց 29-ին սեպտեմբերի, կիրառելով զորամասին ուժեղացրած տանկի կրակը, որը նաև անհավանական էր թվում այդ լեռնային տեղամասում, քանի որ արդեն նումեր տղերքի դուխը տղնա, Յաշման արդեն վերացրած բան, իրանք արդեն խեղճացած բան, պայմանավորում ենք, որ առավոտ լուսաբացին հարձակվում ենք 20 դիրքը հետ վերցում։ Հարձակվում ենք կոնկրետ մեր ուժերով, ընդ Իրիցյանն ալնում գումարտակի հրամանատարը, ես եմ ալնում այդ տղերքից Վաշտի հրամանատարն ալնում, մի հոգի Վաշտի հրամանատարն ալնում, ածականը կանդազանունով, իր Վաշտի տղերքի մի մասով, հարձակում ենք այդ դիրքը վերցնում, առավոտ լուսաբացին, վերցնում ենք ամրապնդում, մեր տղերքի դիակն էլ 4 հոգի, որ նախապես իրանք դիրքը գրավել էին, մեր տղերքի դիակը, որը որտեղ եղել է, նույն տեղն էլ, ոնց որ նույն տեղը 20-ի անձնակազմի տղերքը։ Եթե Ադրբեջանը առաջին օրը գրոհում էր 9 հենակետերի վրա, ապա երկրորդ օրը 5 հենակետերի վրա, ներառյալ Յուրդի ձորով փորձում էր առաջանալ։ Երրորդ օրվանից մինչև 6-րդ օրը գրոհում էր 4 հենակետերի ուղղությամբ։ Դրանք են 111-112 դիրքերը, Լևիտ թևը, Աղդաղը եւ Հինալը։ 20 թվականին զորամիավորման որոշումը հերթական անգամ ընդունելու ժամանակ, հաշվի առնելով հակառակորդի կողմից հարձակման, նախապատրաստման իրականացվող ինժեներական աշխատանքները, մենք մեր որոշումը ճշգրտեցինք, եթե նախկինում գտնում էին, որ գլխավոր հարվածը կհասվի Օմար լեռան ուղղությամբ, որը նաև ճանապարհային լեռնանցքել, ես եւ իմ հետախուզության պետը գնահատելուց հասկացանք, որ հակառակորդը գլխավոր հարվածը հասնելու է ոչ թե Օմարի վրա, այլ Աղդակ լեռան վրա։ Աղդաղի ձախ կողմում տեղակայված հենակետերի շարքը Լևիտ թև են անվանում, քանի որ այդ տեղանքով անցնում է Լև գետը։ Աղդաղի պաշտպանությունը ստանձնել էր գնդի հրամանատարի տեղակալ Արման Մովսիսյանը։ Գնդի առաջին գումարտակի ականանետային ստորաբաժանումը կրակով աջակցում էր ոչ միայն իր գումարտակին Լևի թևին, այլև Աղդաղին։ Այն Արմանեն ասում 10 հոգի տեսնում պարոն Մովսիսյան, ու երկու էլ պիցան ման թաթորք երնա կարմս խոցի ասում խնդիր չկա, հեսած ես ընցնեմ տահանց պենալ։ Այն էլ կստուվոլը այդ մոմենտը խալացիա մուշոնել գումարտակի հրանտարներ կապատանվել Լևի 3-4 յան նորիսնի ինտերնում Արտուր։ Ասում դե Լևի 3-4 առաջ տերիգապունկտան նինի մնում ընդ հիմնականում պլանային ցելերով ազատ են ասում մեզ երկու ստուվոլավ դուք մի անգամից թխեցիք ինձ բան չանեքի անհանգստացնեք ուց Իրանք օրիզեվին է պատկերացած չունի կայուրաստի դիմադրությունի հատետի կաբուտում արխայինի գած առաջանկյալիս են հետո է սկսալը հակազդելը թխելը դրացնելը արդեն օրիզեվի ատարալի սիտուացիան բացառության օրիշ պենավան լակյալիս կաբուտում արդեն իրանք հաղթածն լի հատետի պենավան լակյալիս Ադրբեջանցիներին մի պահ հաջողվել էր շրջանցել Աղդաղը։ Նրանք արդեն դիրքավորվում էին Աղդաղի հետևում գտնվող Որսասար լեռան վրա։ Եթե Արմանին ժամանակին խնդիր չարտինում ու ես մինամյոտով անձը կարում չի թերանումի թուլավ ցերինի կամ գիտելիքնես թուլիներ Որսասարը կրինք ոչ մկրինք վես մինոլու պզանավուչ Աղդակը արդեն շատ դիժարարին են պահելը, որովհետև այդ տղերքը մինչև հասնեն արդեն են վնկացած տղորցնել են կտորում։ Արմանին կողքեն մի քանի հոգին իլա սաղ մնացած, որի մինը իմ հնգերս էլա Ստեփանակերտի մաս, Աղաջանյա մաս, յուր կողքը բոյտալիսն էլ ինքը Արմանը, ընդե մուսնա զոհվալ Վարդենիսի մոշը, էլա ցիկ դուխավ տղերք
Ընդհանուր վիճակը շատ պիսել է, ամենաշատ զոհը սկզբնական շրջանում Աղդակի թևն է տուալ։ Ճիշտ է, դա իմ գումարտակի պահպանությունս չի, բայց հիմա հարևանացա ես շատ եմ իրոք դեռապա դեշկանելիս, որովհետև թորքերը Աղդակի թևին իրա մեր ծերավն են նրա քինալիս։ Առաջի զոհը Մոշյան անդրանիկն ալ ձախ թևի իա տաղավ կակարած հետո ասում թորքերը եկած են լա տաղավն է եկած։ Առաջի զոհը Անդոն ալ։ Հետո այդ 10 հոգուց եկան Գեղամն ալալ, Առաքելյան մեր ընկերն ալալ, ինքն ազողվա, Մոշն ազողվա։ Մոշ, ուրա Մոշ։ Վրացն թիմալը տանգես, արտապտիր, աստատ, լավ էլ եք։ Հարութիկն ազողվալ, հելի աղպեներ կանելի զողվան, ունքել ենք զողեր տուալ, վիավորն էինք շատ ունեցալ։ Ինչպես նշեցինք, հակառակորդի գլխավոր հարվածի ճակատի մեջ էին նաև Օմարից 1-2 կիլոմետր արևմուտք ընկած 112 եւ 111 դիրքերը։ Բրիգադի 112 դիրքի ավագ Տարոն Հովհաննիսյանը գտնվում էր հանգստում, երբ պատերազմը սկսվեց։ Կեսօրին նա արդեն իր դիրքում էր։ Տղերքը այդ ընթացքում հասցրել էին հակառակորդի 1 գրոհ հետ մղել։ Այդ ժամանակ էլ այնց էր, որ կո տղեկի զինամթերքը լրիվ սպառվել էր, էլի։ Էլ ասենք ամեքի մոտ մի 2-3 մագազին, այն որ ասած նահանջի կամ չգիտեմ ինչ իրամանի էին սպասում։ Ասեցի տղեկ ջան, ամեն ինչ նորմալ է, մենք տեղ ենք ասել, ոչ մեկ այդ խուճապի չմատնվեք, ասեցին, որ զինամթերքը շատ սուղ է, ասեցի, որ օչերեդով ոչ մեկ չկրակեք, դերեք սաղը ածինոշնի, հատ կրակեք, որ զինամթերքը երիք ցնենք, մինչև զինամթերքը հասնի։ Քանի որ 112 դիրքը գտնվում է յուրդի աջ թևում, այնտեղից ճնշում էին այդ դիրքը։ Հակառակորդին նույնիսկ յուրդից հաջողվեց թևանցել 112 դիրքը։ Թիկունք մտածներին իրանք գրոհել են, ասենք նկատել ենք ինչ-որ ծորի մեջ մեկին, խփել ենք, ոբշեմ, չենք նկատել, չենք խփել, տենց այդ 4 օրը իրանք, որ ամեն օր գրոհեցին, հասկացան, որ ասենք անիմաստ է, էլի շատ զոհեր ունեցան, հետո մենք նայել ենք, էլի տեսել ենք, ինչքան ումը տարել էին, ումը չէին տարել, ոբշեմ, այտենց լիքն էին, էլի իրանց այդ զոհերը, տեն տիակները։ Ինչ հարց էր ուզում լուծել Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսը Աղդաղը գրավելով։ Ըստ մեր զրուցակիցների, Աղդաղը գրավելուց հետո նրանք պիտի ձորով առաջանային Չոփուրլու։ Այսպիսով կփակեին Արցախը Հայաստանին կապող Վարդենի Սոտք-Ստեփանակերտ գլխավոր ճանապարհը, որից հետո ամենայն հավանականությամբ հակառակորդը մի ուղղությամբ պիտի առաջանար դեպի Քարվաճար քաղաք ու երկրորդ ուղղությամբ դեպի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ։ Հաջորդ քայլը Լաչինի շրջանի գրավումն էր։ Արցախը Հայաստանին կապող Վարդենի Սոտք-Ստեփանակերտ ճանապարհը շփման գծից անհամեմատ մոտ էր, քան Գորիս Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը։ Եթե Քելբեջերը վիրան կարում են կտրեն, նույն ժամանակ էլ այդ կապիտուլյացիան վեր 44 օր հետո ելել, ես դա տենց էլ համարում եմ, իննականալ մի 7 օր հետո։ Քելբեջերը եթե կտրում է, էլ տակ են պեն չմնա, մի սոտա, էլ լաչին մաչին ավելի հիշտ է լաչինը կտրելը։ Գրաված յուրդի ուղղությամբ հայկական կողմը կիրառել է 2 Սու-25 գրոհիչ։ Այդ 2 գրոհիչներ կործանվել են մարտական առաջադրանքից վերադառնալիս։ Այդ նույն օրը սեպտեմբերի 29-ին հայկական կողմը հայտնում է, որ Ադրբեջանի տարածքից թուրքական F-16 կործանիչով խոցվել է հայկական Սու-25 գրոհիչը եւ զոհվել է նրա օդաչու մայոր Վալերի Դանելինը։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտնում է, որ հայկական ինքնաթիռները հարվածել են Սարին ու պայթել, եւ հայկական կողմը լավ կլինի հայտնի երկրորդ ինքնաթիռի եւ նրա զոհված օդաչուի մասին։ Փոթորիկ Կովկասում գրքում ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը գրում է, որ կարծես թե սուերը խոցվել են հայկական ավիացիայի եւ հոպի միջև համակարգման խնդիրների հետևանքով։
Հեղինակի կարծիքով գրոհիչները խոցվել են հայկական S-125 զենիթահրթիռային համալիրով Վարդենիսի շրջանից, երբ դրանք վերադառնում էին մարտական առաջադրանքից։ Հայկական սուերի կործանման վերաբերյալ այլ տեսակետ էլ կա։ Հստակ պնդումներ անելու համար, թե ինչպես է խոցվել, դա մասնագիտական խումբը պետք է աշխատի, հասկանա, ըստ ինձ, քանի որ փոխգործողությունը ավիանավոճիկների հետ հստակ կազմակերպվել է, նրանց գործողությունների ընթացքում եւ հրետանու կրակն է դադարեցվել եւ բոլոր հոբ հենակետերին, հոբ կրակային միջոցներին տեղեկացվել, խնդիր է դրվել, որպեսզի այդ ընթացքում, այդ մի քանի րոպեի ընթացքում խոսում չիրականացնեն, ինձ թվում է հակառակորդի առաջնագծից նաև հակառակորդի մոտակա խորքում տեղակայված իգլա տեսակի զենիթահրթիռային միջոցով, ինչպես նաև չի բացառվում նաև այլ հերթապահ ուժերի միջոցով, կործանիչների եւ այլն։ Հակառակորդի ներկայությունը յուրդում խոչընդոտում էր Աղդաղի մատակարարումը։ Անհրաժեշտ էր այն հետ գրավել։ Նաև հետո այդ Աղդակի ուղղությամբ մեքենաները վերասում յուրդից կարակելիս են թողել շնորհակալ։ Ոնց քանի մեքենա է մնացել ճանապարհին խոցված։ Ներյուրդ դուրացեքնարը թողել շնորհակալ։ Հա, յուրանդար չանալ է հասկանում, ծույրանա ճանապարհ հասկանում։ Ճիշտ է ավտոմատով կարակել հեշտ չի, հերո է, բայց մինամյոտն դրա SPG-ին դրա սկսա խոցելը։ Ես գիժվալ եմ, էլի դրանից ասամ չէ, ես յուրդը սա պիտի յուրոն է։ Եր չկանենք Աղդակն է գործնելու մոնք չեն դիմանալ, արդեն օգնությունը չկա այս աղարգին։ Յուրդի հետ բերումը պիտի տեղի ունենար երկու ուղղությամբ։ Բարձունքն ի վեր պիտի ելներ զինված ուժերի հատուկ նշանառության խումբը։ Սա շեղող հարվածներ։ Իսկ հիմնական ուղղությունը զորամիավորման գրոհային խմբինն էր։ Նրանք պետք է ձախից լեռնաշղթայով առաջանային եւ հակագրոհով հետ գրավեին յուրդ հենակետը։ Էնգնդի հրամանատարությունը իրենց ուղղությունը բաժանեց մի քանի մասի։ Ըստ մեր զրուցակիցների հակագրոհից առաջ զորամիավորման հրամանատարության որոշմամբ յուրդ հենակետը բրիգադի պատասխանատվության գոտուց հանել են եւ տվել գնդին։ Ու հրամանատարից կանչեց ամսի 30-ի գիշերը այդ հայտնի շղթայի յուրդի պահով տվել են մեզ, պիտի հոշում հետ վերցենք, աշկուտ ուտումա ասեց կկարած, ասի խոսք չեմ տալիս կփորձեմ, բա ոնց ենք հանում, ինչ ենք հանում, նստել ենք ապերացիան մշակել, որ 4 ուղղությամբ պիտի մտնենք, մի ուղղությունը պիտի սպեցնազիներ, մի ուղղությունը երրորդ գումարտակի հրամանատար Գեղամյան Տիգրանը, մի ուղղությունը ես, մի ուղղությունը մեր հետախուզության պետը Ռոմանը։ Գործողությունը սկսվել է առավոտյան 5-ի սահմաններում, հրետանային նախապատրաստությունը սկսվել է 5-ի սահմաններում եւ այն տևել է մինչեւ 12 ժամ։ Այսինքն հրետանային խոցումից հետո զորքերը սկսել են առաջ շարժվել եւ յուրաքանչյուր դիմակայության հանդիպելու պայմաններում գրող ստորաբաժանումները դադարում էին գրոհը, ականետային մարտկոցի կրակով այդ դիմադրություն ցուցաբերող ստորաբաժանմանը կամ կրակային միջոցին այնտեղ այդ ընթացքում եւ գնդացրորդ ենք շարքից դուրս բերել եւ ականետային հաշվարկ եւ հակատանկային միջոցի հաշվարկ։ Տտլքը բոյ են տալիս ահագին տրանս սաղին կոտորում, մի հոգ հոզում են գերի վերցեն, ինքը իրան տրակցնում է, ադրբեջանցի գրանատու տրակցնում է, թե ըտը մեր տղերքից մեկը վիրավորվում է, այդ աղասը վիրավորվում է չանից, բյանից, Թումանյան Կարենին ասում Կարեն ըտը վերևը ինձ պահող կա, ասում չէ, ասում դե ինձ պահի առաջ չանամ, ես ու Կարենը տենց իրար պահելով իմ հետ էլ այդ բանն է, այդ կրասնեցինա մգլ Ռոմանը, ռազվետկի պետն է, մգլ կրասնեցի այդ երեխեն, այդ 3 հոգով ենք այդ մեջտեղությամբ։ Ոչմ տենց խփելով քում ենք արդեն սաղին վարի ենք տվել մնացել է 2 հոգի։ Մի հատ պեկայից, մի հատ սնայպեր, SVD-ից։
Միած սնայպերն ու պեկան չենք կարող գտնենք տեղը, որ բան անենք, վերացնենք։ Ոչմ հետո ճոկում եմ տենց, այդ սնայպերին խփում եմ, հետո այդ բանին, այդ պեկայիստին գտնում եմ տեղը, որտեղից է կրակում։ Այս երեխուն ասում եմ, կարաս խփես, դե էսիշ տեղն է, ասում է, հա, շում ասում դավայ խփի, ես էլ ուզում խփի սովոր էլի, ոնց որ ասում բան արել, թող ինքն էլ էլի դուխ առնի։ Շում այդ երեխան խփում է այդ պեկայիստին էլ այդ երեխան է խփում, ու տենց առաջանում ենք, արդեն Թումանյան Կարենը ընդդեղից է այդ մի հոգու հետ մտնում, մենք էլ 3 հոգով ստե բարձրանում ենք նստում դիրքը, արդեն դիրքը լռում է, հետո դրանց կեսը փախնում են։ Այդ թուրքերի կեսին կոտոր մի 10 հոգի, 15 հոգի դե կոտորում են, մնացածը փախնում են։ Մտնում եք հետո արդեն դե կապ եմ տալիս կոմանդիրին բանի սաղին, կապ եմ տալիս, որ ոշում արդեն դիրքը մերնա շղթա 8-ն էլ ամերը 9-ն էլ։ Ես հիշում եմ վեր յուրդը յոնիլիս առաջին այդ պոստում էր վեննատիրալ ուրացավ կապատուալ տայլալա օհանյան գարիկը մեր լյուզավն է վերասմա յուրդը մերնա լեցի եկալա ուրխանալաս որ հետև այդ յուրդը տամի օրից բարձուն քալալի չորսպիլոր շղթա Թային գունին բրիգադեն պոստերը լող կախվածնել այդ բարձունքա միակ բարձունքն է վեր թուրքերին կրիլից էլ ճնշան ակազատան է Այդ նույն պայի երբ որ յուրդի գրավման գործողություններ գնում հակառակորդը շատ մեծ ուժերով գրովում էր Աղդակի ուղղությամբ Աղդակի ուղղությունից ոչ ոքի ում կապ էր դալիս կապ չէր պատասխանում այն զգացողությունները որ զոհվել են բոլորը հակառակորդը արդեն Աղդակում է ընդամենը մի քանի րոպեներ հետո արդեն յուրտի օպերացիան ավարտին հասցրեցինք աջողվեց Մովսյան Արմանը կապի դուրս եկավ դա այդ զգացողությունը իմ համար ճաշակել պարտությունը եւ րոպեներ հետո զգալ հաղթանակի դեպքյանքը ամասի զգացողություն Յուրդի վերագրավման ժամանակ հայկական կողմը 2 զոհ է ունենում բրիգադի հրամանատարի տեղակալ Կարեն Սիմոնյանը եւ 1 զինծառայող հատուկ նշանակության ջոկատից Ադրբեջանցիները 40-ից ավել զոհ են ունենում Յուրդում ադրբեջանական դեսանտագրոհային ստորաբաժանման հրամանատարի մոտ հայտնաբերվում է գումարտակի հարձակման պլանը եւ մարտական հրաման Ադրբեջանական 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Խագանիչ Ջաբրայելովի եւ զորամիավորման հրամանատարի տեղակալ շտաբի պետի պաշտոնակատար Էլչին Հաջիևի ստորագրություններով Հրամանում հաղորդվում է Քարվաճարի տարածքի գնահատման տակտիկական գործողությունների վրա եղանակի ազդեցության ասֆալտապատ ճանապարհների լայնության եւ ամենակարևորը օդային դեսանտ օգտագործելու մասին, որը այդպես էլ չի կիրառվել 2021-ի փետրվարին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Խագանիչ Ջաբրայելովին ազատում են պաշտոնից այնուհետև խոսակցություններ եղան նրա ձերբակալման մասին Շատ հնարավոր է, որ նրան պաշտոնից ազատել են հյուսիսային ուղղությամբ հարձակողական գործողությունների ձախողման համար։ Հոկտեմբերի 2-ին յուրդի հետ գրավումից հետո Քարվաճարում պատերազմի ակտիվ փուլը ավարտվում է, թեև հակառակորդը շարունակում է կրակային ներգործությունը։ Հենց այդ ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը համառ մարտերի արդյունքում կարողանում են ճեղքում իրականացնել Արցախի հարավում, Արաքսի հովտում, որտեղից էլ աստիճանաբար հասնում են Շուշի։ Դիրքերը հետ բերելուց հետո Հայաստանում 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունը պլանավորում է հարձակողական գործողություն, հակառակորդին կաշկանդելու նպատակով։ Այդ պլանը ուներ մի քանի նպատակ։ Առաջինը դա է, որ ուժերը չտանեն այլ ուղղություններ, երկրորդը 3 ռազմավարական, 3 կարևոր հրամանատարական բարձունքներ պետք է գրավեինք եւ նրանց անընդհատ նրանց համար խնդիրներ ստեղծելով, նրանց անընդհատ մարտական գործողությունների մեջ պահելով այդ 3 բարձունքները շատ նպաստավոր դիրքեր պայմաններ կստեղծեին մեզ համար ավելի լավ պաշտպանություն կազմակերպելու եւ երրորդ նպատակը այն էր, որ 120 մարտական դիրքը գրավելուց հետո նրանք փորձել էին 3 տանկ բերել հասցնել այդ դիրք հետագայում հարձակումը շարունակելու համար, սակայն չի հաջողվել, այդ տանկերը գտնվում էին նեյտրալ տարածքում եւ այդ տանկերը, ինչպես նաեւ 3 ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք ուղի նշանառությամբ կրակ էին վարում իր վրա, այդ ռազմավարը արգրավել, վերցնել։ Հարձակողական գործողությունների պլանը
մանրամասն մշակված էր, այն պատրաստ էր, սակայն որոշ այսպես ասած վաղկոտ պաշտոնյաների պատճառով այդ պլանը չի իրագործվել։ Ըստ այդ պլանի Հայաստանի երկրորդ բանակային զորամիավորումը առաջին փուլում Լևի թևից պիտի առաջանար ու գրավեր հակառակ կողմում գտնվող տրիգոպունկտ վաշտային հենակետերը։ Երկրորդ փուլում այդ սարահարթի վրա պիտի լիակատար վերահսկողություն հաստատեր։ Դա ընկնում էր Ծիծիկներ կոչվող սարի հակադիր կողմում։ Երրորդ փուլում պիտի գրավեին հակառակորդի Զինգրլի բարձունքը եւ ծավալվեին տարածքում։ Կհաջողվեր այն իրականացնել, թե չէ, մենք երբեք չենք իմանա։ 44-օրյա պատերազմում պարտությունը հայկական կողմին ստիպեց զիջել նաև Քարվաճարի շրջանը։ Նոյեմբերին հայկական ստորաբաժանումները սկսեցին իջնել Քարվաճարի լեռներից։ Այդ Լևի մեկումը կենում ենք մինչև նոյեմբերի 24-ին։ Նոյեմբերի 24-ին վեր արդեն հրաման ընտան վեր մեր Լևի 3-ին ազնակազմնելա կշանում, զորքը վեր ընդղա տյուսայկյամ, արդեն ես այդ մի պոստնել եմ նիքցնում, կյամամ վերջի բանս նայալա վեր չոփորլու այդ մեր մարտական մտվույմը մատուրանում։ Այդ մատուրնը նի մնում արդեն տղերքան դե ճիշտ է սուրբի նկարնեն բանս աղտուստուված են ինում, բայց հիշում եմ վեր կամազվենները լացնի լավ վերջի բանս նի մտե հետե հայ մերը աղոտքարե պրծա գափոսն ասում Թալինա արագացեր տարիքան մարդար մի հատ մուժիկ մարդար լավ էլ դուխավի գյուրան տղան է նախկինում հրետանավորել մեր կողքեն էլ լավ տղա էր ինքնակյամ խտում զորքսն կյամ խտում պարտուր պետք չի քեսիկ բայ ասում դե ցիկին հարց չի ցիկ դե ալը քիշքնեմ ցիկ պալ պրոստը ստամիորի սպենայի մի մռած մարդ փոնց քցին կամազը երոն են տանեն Կոնկրետ մեր դուխը չի ընկել, դուխերներս այնքանով անգել, որ ասենք Քարվաճարը չկարողացան գրավեցին, բայց տվեցինք, սենց ասած։ Դե կընկնի, բավանց չի ընկնի, այդքան բանը, բանից հետո ոնց կարողա չընկնի դուխներս։ Բայց դե էլի, այն որ մեր մեջ ուժ ենք, թե շարունակել ենք մեր ծառայությունը, եկել ենք հետո Վարդենիսի դիրքերը դիրքավորվել ենք, որտեղ որ հնարավոր է եղել։ Մի հետ Քալբաջարի ես կոդրվալ, յոգորթու դարնել բարոյապեստե կոդրվեցի վեր հսանք Ստեփանակերտ մեր ֆորմեկ եմ աղբահարները մնի կցրենք, տոկլորտ թորքեն տակավը կխնես կախտուշ եկանք։ Ընդհանուր առմամբ մարտական գործողությունների ընթացքում մոտ 150 ինքնաթիռաթռիչք հարվածներ են հասցրել մեր Քարվաճարում տեղակայված խմբավորմանը, որը ինձ թվում է մյուս օպերացիոն ուղղությունների համեմատ այդքան էլ քիչ չի։ Առաջի օրերը մի 5-6 օրը Օրալել 800 հատ սնայդ միլիարդ խլիս, 1000 հատ խլիս միլիարդ։ Կարող է մի կես ժամ թխիվուս մենք էլ մի անգամից մի 200 հատ մի անգամից թխի, շատ ուժեղ բոյեր ելել։ Ու այնքան լավ է մեր զամպացեխը հասցնի լիսել, շուշուց սնայդը ինձ իրա ղարկե։ Մեր բախտը պիրալավ էր թող բելել, առաջի մին շեբեթը թող բելել, այդ սնայդ թափելը կրիլիս ընկելալի, դատարկենք բայակթարը թխիլիս չիլել։ Այնց էր, որ շատ իրենց քիպտակներս դիրքավորված էին, գրանատամյոտով բանով չեն կարում, դաժի երկու պեկա էինք աշխատացնում, ասենք մեկ այն մյուս թևից, մեկ այս թևից, այնար չկար գրանատներն էլ այդ պահին պրծնելով էր, էլի սաղ մի քանի հատի գրանատ էր մնացել, տղերքին ասեցի հավաքի գրանատները, բա
պետք է մեզի պահանման, ասի ձեզի պետք չի կա, չեք հասցնի, ասի սա լավ արնելու, հավաքեցի այդ 4 գրանատով, ընդհանուր մեր 2 հատը մի տեղ, ու շո պատմությունը վերջացավ, ասենք ընենց էր, որ ասել են ամայրա դիրքին էլի, որ պետք է մտնեն, ասենք խրամատ։ Մի ուրիշ ասիկ ինքը ինձ պիների պատմել մեր մասին, բայց գիտեմ ստացում չի մեր կողքի։ Քարվաճարի հանձնումով բացվեցին Արցախի հյուսիս-արևմտյան դարպասները։ Արցախը զրկվեց Հայաստանին կապող հուսալի կամրջից։ Հայաստանն էլ զրկվեց իր անվտանգության գոտուց։ Հակառակորդի ափի մեջ հայտնվեցին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրեր։ 2021-ին և 2022-ին Հայաստանի վրա հարձակումների մեծ մասը Քարվաճարի շրջանից էր, շտապ կառուցված դիրքերի ուղղությամբ։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ հարձակման ուղղություններից մեկը դարձյալ Քարվաճարից էր, դեպի Մարտակերտի շրջանի Չարեկտար ու Գետավան գյուղեր։ Այս պատերազմը ապացուցեց 44 օրյա, որ հնարավոր չի Քարվաճարը ուղղակի ուժով գրավել, եթե դու ամրապնդված ես տվյալ բարձրունքում, ուրեմն այդ բարձրունքը, եթե հմուտ գործողություններ ես վարում եւ ունես, ասենք, ռետանո աջակցությունը, իհարկե հնարավոր չի այդ բարձրունքները ուղղակի գրավել։ Քարվաճարը հզնելան յետը ընդե արդեն մունք ժիվոյ գերի ինքելալի, լիբոյ վարկանել այս 23 թվի դեպքերը մունք ամեն օր պատիացնել իսմիլալ։ Եսօր իսպեն սպասիլիսել չմիլալ, էլի են միլա ծառայության միջի մինամյոտ ու կանբատ տղա է միլալ։ Ես միշտ մտածել իսմիլալ վերի հա կարամ որոշակի զադեշ կանեմ հակառակորդեն, որպեսզի հա մեր տնեցիկ դե մեր տոնը արդեն Գետավան էլի սահման արտյարալի Չարեկտարը այդ Գետավանն է մի անգամից հաթերքը սահման, սաղ սահման արտյարած, Ղարաբաղ առանց սահման տեղ չկար։ Միշտ տողորցեսիլ իսմիլալ մունք պիտի ենքան նինք, ենքան հմոտինինք։ Վեր կարանք որոշակի մի քանի ժամ դիմադրություն ցույց տանք, մեր ընտանիքներն գոնե թև քաշին կարող խաղ բնակիչներին իչքյան զորքեն կտորեն տենց է բրծնե, զատո մեր կնեք խոխասախ կմնան մեր հերերը մարերը։ Մեզ չհաջողվեց զորուցել Քարվաճարի պաշտպանությանը մասնակցած եւ այսօր է ծառայությունը շարունակող մի շարք զինվորականների հետ, քանի որ պաշտպանության նախարարությունը թույլ չտվեց։ Եթե ունես Քարվաճարի պես բնական ամրոց եւ կատարում ես քո առջեւ դրված խնդիրը, դա բավարար չէ պարտությունից խուսափելու համար։ Այս պատմությունը նաև դրա մասին էր։